Բարև ձեզ, Factor TV հյուրը Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Արմեն Քթոյանն է, ողջույն, պարոն Քթոյան։ Ռուսաստանը սահմանափակել է հայկական ապրանքների մուտքի շուկա, սա հայտնի փաստ է, հիմնականում այսպես սանիտարական կոշտ վերահսկողության պատրվակով մեր գյուղմթերքի եւ վերամշակված սննդի արտանման մեծ բաժինը Ռուսաստանի Դաշնություն է գնացել եւ որոշ փորձագետներ ահազանգում են տնտեսության իրական հատվածի հնարավոր փլուզման մասին, եթե Ռուսաստանը շարունակի փակ պահել մեր հայաստանյան ապրանքների համար իր շուկան, որքանով է ձեր գնահատմամբ իրական այդ փլուզման վտանգը եւ ունենք արդյոք անվտանգային բարձիկներ կանխելու այդպիսի սցենար։ Ես փլուզում տերմինը չի օգտագործի, իրականությունը հետևյալն է, կան առանձին այսինքն Ռուսաստանի սահմանափակումն է փլուզման չեն բերի Հայաստանի տնտեսությանը։ Դե բնականաբար ոչ, կան առանձին ուղղություններ, հատվածներ տնտեսության առանձին, այսպես ապրանքների մասով արտադրության ուրեմն հատվածներ, որտեղ որ արտահանման կառուցվածքում Ռուսաստանի շուկայի մասնաբաժինը վճռորոշ 80 եւ ավել տոկոս է կազմում, բայց այդ ապրանքախմբերի կամ այդ շուկաների դերակատարումը հայաստանյան տնտեսության մեջ այն աստիճան չէ, որ մենք խոսենք փլուզման մասին, այո, խմիչքների, ոգելից խմիչքների պարագայում կա նշանակալի մասնակցություն, բայց մյուս կողմից էլ նախ այդ հիմա այս բանը եթե դիտարկենք, եթե խոսենք թվերով, ուրեմն այն ապրանքատեսակների մասով, որոնց պարագայում Ռուսաստանը հայտարարել է սահմանափակումներ կիրառելու մասին, դրանց մասով արտահանումը տարբեր գնահատականներ կան միջինում, այսինքն կախված թե ինչ խորություն ունի, չունի, 300-ից 400 միլիոն դոլարի մասին է խոսքը, որը այսպես հնայի 1%-ի տիրույթում է, բայց եթե մենք առավել այսպես վատատեսական սցենարով դիտարկենք, ընդհանուր տնտեսության կորուստները կարող են հասնել 2%-ի։ Առավել վատատեսական սցենարներ, եթե տոտալ սահմանափակում լինի եւ այդ ուրեմն սահմանափակման ենթարկված ապրանքները չիրացվեն որևէ կերպ։ Ոչ ներքին շուկային, ոչ էլ որևէ այլ շուկայի։ Եթե բոլոր ապրանքները Հայաստանից արկել։ Այո, այսինքն գնահատական ընդ որում ես ասեմ, այս 2%-ի գնահատական ինքը առավել վատատեսական գնահատականներ, ասենք 1 ամիս առաջ, ներկա գնահատականներով այդ 2% արդեն 1.5-1%-ի ուրեմն սահմաններում, այսինքն ներկայիս առավել վատատեսական սցենարում կորուստները ավելի քիչ են, քան 1 ամիս առաջ առավել վատատեսական սցենարով կանխատեսվում էր։ Հիմա 1.5-1%-ի շրջանում են։ Բայց բնականաբար մենք պետք է հասկանանք, էլի մենք եթե խոսում ենք ընդհանուր տնտեսության կտրվածքով, ապա գնահատականները սա են, բայց առանձին տնտեսվարողներ բնականաբար տնտեսվարողներ կան, որոնց բիզնես ամբողջությամբ կապակցված Ռուսաստանի հետ, իրենք արագ վերակողմնորոշում ունենալ չեն կարող, հասկանալի պատճառներով դա ժամանակ է անհրաժեշտ եւ կոնկրետ բիզնեսների մասով, այո, կլինեն կորուստներ, կլինեն խնդիրներ եւ այստեղ արդեն բոլորին այլ տիպի խոսակցություն է։ Այդ տնտեսվարողների հետ աշխատանքի իմաստով Կենտրոնական բանկը կամ ընդհանրապես Հայաստանի կառավարությունը ինչ աշխատանք ունի անելու, որովհետեւ շատ իրական են այդ խնդիրները։ Ենթադրենք ապրանքը փչանում է, հետ է վերադարձվում եւ նրանք իրացնելու տեղ չունեն։ Եվրամիության առանց մաքսային ռեժիմի այդ առևտրի համակարգը դեռ չի գործարկվել, որովհետեւ Եվրահանձնաժողովը վերջնական որոշում այս պայմանությամբ չունի, ավելի շատ դա քաղաքական որոշում էր։ Արդյոք դուք տեսնում եք ռիսկեր, որ այս ընկերությունները կանգնեն սնանկացման եզրին, ինչն էլ իր հերթին, ասենք, խնդիրներ առաջացնի նույն բանկային համակարգում, խնդրահարույց, վարկերի կտրուկաճ եւ այլն, այսպես շղթայական ռեժիմը։ Այս պահին, եթե այս պահի դրությամբ ասենք, այս պահի դրությամբ մենք նման ազդակներ չունենք, Ռիսկեր կան բնականաբար, այն ինչ դուք նշեցիք։ Նման ազդակներ ինչ կոնկրետ սնանկացման բանկերի առումով, օրինակ այն ընկերությունները, որոնք վարկեր են վերցրել եւ բիզնեսը կառուցված է Ռուսաստան արտահանման այդ տրամաբանության մեջ, իրենք
ուրեմն այնպիսի խնդիրների առաջ կանգնեն, որ վարկունակությունը վարկի վերադարձնելու կարողությունը կամ սպասարկելու կարողությունը էապես նվազի եւ կոնկրետ այդ բանկը տվյալ եւ բանկային համակարգ ամբողջության մեջ վերցրած խնդիրների առաջ կանգնի, այս պայդրությամբ այդ ազդակները մենք չունենք։ Սնանկացման մասին, առավել ևս սնանկացման մասին նման ազդակներ չունենք, այդ ռիսկը բնականաբար կա, բայց մի քանի ուղղություններով պետք է հասկանալ, որ այդ ռիսկը մեղմելու հնարավորություններ կան։ Առաջինը այլ շուկաների ուրեմն պարագան է, երկրորդը ներքին շուկայի, եթե ոչ արտահանման մասին, ապա ներսում իրացման որոշակի ծավալներով այդ ուրեմն կոմպենսացնելու հնարավորություն կա եւ բնականաբար մյուսը այն ծրագրերն են, որոնք կառավարության կողմից իրականացվում են, դրանց արդյունավետության մասով կարծում եմ ավելի ուրեմն ամբողջական սպառիչ պատասխան կարող են տալ կառավարության գործընկերները, համենայն դեպս կան ուղղություններ, գործիքներ, որոնցով փորձ է արվում մեղմել այս ազդեցությունը։ Մեր տիրույթում մենք դիտարկում ենք ֆինանսական կայունության վրա ազդեցությունը, ըստ էության արդեն նշեցի եւ կրկնեմ իրական ազդակներ կամ այսպես նախանշաններ չկան, որոնք որ կխոսեն դրա մասին։ Սնանկացման մասին նշեցիք, այո, ըստ էության տեսեք, 1-2 բիզնես կարող է բարդ վիճակում հայտնվել, բայց թե որքանով այդ ամենը կբերի ֆինանսական համակարգում կայունության հետ կապված հարցերի, խնդիրների, մենք խոսում ենք այդ երկրորդ կտորի մասին, ֆինանսական համակարգի կայունության մասին, ու մյուսը ըստ էության մեր տիրույթում ազդեցությունը գնաճի վրա տարբեր գնահատականներ կան եւ մեր գործընկերները նաեւ տարբեր առիթներով հնչեցրել են այս պայդրությամբ գնաճի վրա ազդեցությունը 0.3-0.4 այսպես տոկոսային կետի տիրույթում է մեղման մասով, որովհետեւ արտահանման շուկաների սահմանափակումը հանգեցնում է առաջարկի ավելացման ներսում եւ դա գների նվազմանը նպաստող գործոն է հանդիսանում։ Այ շատերը էժան հապալաս օգտագործեցին կամ մի քիչ ավելի էժան ելակ, մի քիչ ավելի էժան ծիրան, սա արհեստական գնիչեցում է պարոն Քթոյան, այսինքն տնտեսվարողների շահույթի հաշվին այս գնիչեցումը։ Ես չեմ կարողանա նման գնահատականներ ասել, որովհետև պետք է հասկանալ, ասենք, ծախսերի մակարդակը իրենց ինչքան է, չկարողացան արտահանել եւ այստեղ ստիպված են ինչքան էր, դա առաջին հարցի շարունակությունն է ըստ էության, դա այս բան ես այդ թվերին չեմ տիրապետում եւ դա կենտրոնական բանկի տիրույթից դուրս է, ավելի շատ այլ գերատեսչությունների գնահատման հարցն է, բայց ես համամիտ եմ, որ հարցը խորքային դիտարկման կարիք ունի, այս պահի նեղած թվերը դրա հնարավորությունը չեն տալիս, որովհետև նոր շուկաների որոնման հնարավորությունները դեռևս եւ գործիքները դեռևս կիրառվում են։ Իսկ այս անցումային փուլում, եթե այդպես բնութագրենք, արդյոք սա կարելի է նախ անցումային փուլ բնութագրել շուկաների դիվերսիֆիկացիայի իմաստով կենտրոնական բանկը ինչ գործիքակազմեր ունի մեղմելու օրինակ արտադրողի վրա հարվածը, օրինակ շատերը հաճախ են խոսում ուռճացված կամ շատ բարձր տոկոսադրույքներով վարկատեսակների մասին, այստեղ կարծում եմ դուք անելիք ունեք, բայց իրականության մեջ ֆինանսական աշխարհը այնպիսին է, որ մի քայլ անում ես, դա կարող է շղթայականալ, ռեակցիաներ բերել, այսինքն վիրահատական ճշգրտությամբ պետք է տոկոսադրույքները նույն որոշվեն եւ այլն, ինչ կարող եք ասել այս մասով։ Այդ մասին շատ է խոսվում եւ այստեղ ճշմարտությունը, այսպես այնպեսին չի, որ կա միանշանակ այդ հարցին պատասխան։ Նախ վարկերի տոկոսադրույքի մասով։ Կենտրոնական բանկը 22 թվականից այդ դա ռեալ աջակցություն կլիներ։ Տեսեք, Կենտրոնական բանկը ունի որոշակի գործիքակազմ տնտեսությունում տոկոսադրույքի վրա ազդեցության եւ դրանցից առաջնայինը քաղաքականության տոկոսադրույքն է 22 թվականի դեկտեմբերից Կենտրոնական բանկը պարբերաբար նվազեցնում է եւ այս ամբողջ ժամանակահատվածի ընթացքում 10.75-ից մինչև 6.5% է, սա ռեալ քայլ է, բայց սա գործոններից մեկն է, որը կարող է նպաստել տոկոսադրույքների նվազեցմանը։ Նույն ժամանակահատվածում, եթե փորձենք
ասենք վարկի տոկոսադրույքի օրինակ, ասենք 1-ից 5 տարի ժամկետով վարկերի տոկոսադրույքները դրանք պահպանվել են 15%-ի շուրջ։ Էական նվազում այստեղ չի արձանագրում, տարբեր գործոններով պայմանավորված։ Նախ վարկերի շատ բարձր պահանջարկ կա։ Բայց դա տոկոսադրույքի նվազեցման պետք է չբերի, չէ՞ որ նաև բանկերը իրար մեջ են մրցում հանուն հաճախորդների, իսկ հաճախորդները գնում են ցանկացած այստեղ եթե պահանջարկը բարձր է, իսկ վարկի տոկոսադրույքը ըստ էության այդ ապրանքի գինն է, բարձր պահանջարկի պայմաններում գինը նվազելու այսպես շուկայական մոտիվացիա չունի։ Մյուսը ինքնարժեքը, ինչպես որ ապրանքի պարագայում կամ ականալ մենք փորձում ենք հասկանալ ինքնարժեքի ինչքան է այդ ապրանքի եւ նվազման ինչ ներքին շեմ ունի, այսպես ինքնարժեքը եթե համարենք պայմանականորեն բանկային ավանդի տոկոսը, ապա բանկային ավանդի տոկոսներն էլ չեն նվազել եւ նույն ժամանակահատվածում, եթե վերցնենք ավելի երկար ժամանակ, ասենք վերջին 5 տարվա ընթացքում, նայենք բանկային ավանդի տոկոսները այպես չեն նվազել, սա եւս կարևոր հանգամանք է։ Հարց իրականում շատ ավելի բարդ է եւ այն երկրները, որտեղ այսպես տոկոսադրույքներն ավելի ցածր են, իրենք ունեն մեր իրավիճակի հետ որոշ նմանություններ, ունեն նաև տարբերություններ եւ եթե տարբերությունների մասին խոսենք, դրանք այլընտրանքային ֆինանսական գործիքների, թվային, այսպես գործիքների, ուրեմն էկոհամակարգերի ֆինանսական ամենատարբեր այսպես զարգացած միջավայրն է նաև նպաստում տոկոսադրույքների նվազմանը, այսօր այդ հարցերը մեր օրակարգում է եւ Կներեք, այսինքն երկընտրանք այն է կամ բանկային ավանդը պետք է որոշակի բարձր մնա, 9-10%, մի քիչ ավել պակաս, հետեւաբար նաև վարկերի տոկոսները ԿԲ-ն ունի գործիքակազմեր ավանդների տոկոսը նվազեցնել, հետեւաբար նաև վարկերի տոկոսը։ Ես շատ դիլետանտական եմ նաև, որպես սովորական սպառող եմ այս հարցադրումը։ Ամեն ինչ գալիս հասնում է ըստ էության որովհետև կներեք, որովհետև ավանդ դնողը կարող է այդ ավանդը տանել օրինակ բիզնեսում դնել, ոչ թե այսպես пассив եկամտի ռեժիմով օգտագործել եւ փողի էժանացումը կարող է տնտեսության ավելի զարգացման խթանման բերել։ Մի տեսակ ոնց որ այդ էֆեկտը եթե օգտագործվի, եթե մենք մեզ համարենք հիպոթետիկ, ասենք ազատ դրամական միջոցներ ունեցող եւ մենք փորձում ենք ներդրում անել։ Այդ ներդրումը մենք ինչ տոկոսադրույքով ենք պատրաստ կատարել, հա? Ներդրման ուրեմն եկամտաբերությունը պետք է պայմանավորված լինի, ուղղակի այսպես կապի մեջ պետք է գտնվի դրա ռիսկայնության հետ։ Նվազագույն ռիսկայնությամբ ներդրման եկամտաբերությունը Հայաստանի Հանրապետությունում դա պետական պարտատոմսերում ներդրումներն են, այսինքն պետական պարտատոմսերում համարվում է, որ դրանից ավելի ցածր ռիսկով ներդրում չկա։ Ըստ պայմանականորեն դրանք համարվում են զրոական ռիսկով ուրեմն ներդրումներ, դրանց եկամտաբերությունը վերջի տարիներին նվազում է, բայց էլի այն մակարդակի վրա 6-8-7-2%-ի, այսպես եթե տարբեր ժամկետների պարտատոմսերի եկամտաբերություն նայենք, այսինքն հիմա դուք պատկերացրեք նվազագույն ռիսկայնությամբ ներդրման եկամտաբերությունը պայմանական 7% է եւ դրան հաջորդող կամայական այլ տիպի ներդրման եկամտաբերությունը դրանից բարձր պետք է լինի։ Եթե մենք խոսում ենք այլ երկրների մասին, որտեղ ոչ վարկի տոկոսը ցածր է, ավանդինը ցածր է, ցածրն է պետական պարտատոմսերում եկամտաբերությունն, ասենք տարեկան 2, 3, 4 եւ այլն այդ տիրույթում է։ Սա գործոններից մեկն է։ Գործոններից մյուսը Հայաստանը այդ ճանապարհով չի գնում։ Գնում է ըստ էության, այստեղ բազմաթիվ խնդիրներ կան, բազմաթիվ հարցեր կան։ Խնդիրներից մեկը արդյոք բանկերի գերշահույթներ ստանալու այդ ցանկությունն է, երբեմն ես չլինելով այսպես խորացված տնտեսական լրագրության մեջ, երբ որ հանդիպում եմ բացարձակ թվերի բանկերի շահույթների, դրանք բավականին խոշոր են եւ աճում են, ես ոնց հասկանում եմ, տարեստարի բանկերի շահույթները եւ քաղաքացիները տառապում են բարձր տոկոսներով վարկերի տակ, իսկ այս պարագաներում, երբ որ Հայաստանի տնտեսություն դիվերսիֆիկացիայի կարիք ունի, էժան վարկեր ներգրավելով
սեփական արտադրությունները հզորացնել, արդիականանալ, նոր շուկաներ գրավել, չնայած իհարկե կառավարությունը ինչ որ չափով օգնում է, օրինակ լոգիստիկ եւ այլ խնդիրներին, բայց այդուհանդերձ խոստովանենք տնտեսությանը կխթանի ամեն դեպքում։ Այն ինչ կարող ենք մենք ակնկալել այս մասով։ Տեսեք, հիմա եթե սխեման ես նկարագրեմ, ըստ էության, եթե նվազագույն ռիսկով ներդրումը 7% եկամուտ է բերում, որևէ մեկը չի համաձայնվի ավանդ ուրեմն տալ բանկին, ասենք 7%-ով կամ 8%-ով է հաճախ լինում։ Դե միջինը եթե համատենք, միջին ուրեմն տոկոսադրույքը 1-ից 5 տարվա այսպես տևողությամբ ժամկետայնության վարկի 15%-ի տիրույթում է։ Կան վարկեր այո բարձր տոկոսով, բայց կան շատ ավելի ցածր տոկոսը, միջինը 15% է։ Եթե մենք այս մարժան համատենք վարկ ավան տոկոսադրույքների տարբերություն արդյոք շատ է, քիչ է, հիմա նայեք մենք խոսում ենք այն մասին, որ հայաստանյան բիզնեսը սերտորեն կապված է Ռուսաստանի հետ, չէ՞։ Հիմա այն բանկը, որը վարկը պետք է տրամադրի այն բիզնեսին, որը այսպես որպես արտահանման շուկա դիտարկում է Ռուսաստանը։ Պարզ է, որ բանկը գնահատելով իր ռիսկայնությունը պետք է որոշակի բարձր տոկոսադրույք սահմանի, այսինքն այստեղ ամեն ինչ իրար հետ փոխկապված է եւ սրանք գործընթացներն են, որոնք ժամանակ են պահանջում եւ տնտեսության դիվերսիֆիկացիան ինքն էլ եւ տնտեսության այսպես տնտեսական գործունեության ռիսկայնության նվազումը մենք պետք է արձանագրենք, որ մի կարևոր հանգամանք Հայաստանի համար, որը որ եւս դրական է այս ամբողջ խոսակցության մեջ, ռիսկի ավելավճարի մակարդակը Հայաստանում շարունակաբար նվազում է եւ մի կարևոր արձանագրում էլ պետք է ասեմ, որ օրինակ մենք ապրում ենք շատ այսպես անկայուն աշխարհակահական պայմաններում, նաեւ անկայուն տարածաշրջանում, բոլորովին վերջերս ունեցանք ուրեմն մերձավոր արևելքում, չէ, հակամարտության ակտիվացում, հիմա էլ որոշակի ինչ-որ գործընթացներ են, այո, այս ֆոնին դրական այսպես ազդակ կա առ այն, որ Հայաստանում այդ նույն ժամանակահատվածում, երբ որ ռազմաքաղաքական ակտիվ գործողություններ էին վարվում, ռիսկի ավելավճարը չէր բարձրանում եւ մնում էր ցածր մակարդակի վրա, այսինքն Հայաստանում ներդրումները աշճանաբար պակաս ռիսկային են դիտվում։ Սա կարևոր արձանագրում է, իսկ դա տոկոսադրույքների մակարդակը պայմանավորող կարևոր հանգամանքներից մեկն է, որովհետև բանկը իր ուրեմն ռեսուրսների տեղաբաշխման դիմաց գնահատում է, թե ռիսկայնությունը որքան է այդ ներդրման, դրա վրա ազդում է ոչ միայն ուրեմն տվյալ բիզնեսի ռիսկը, այլ ընդհանրապես երկրի ռիսկը։ Սրանք գործընթացներ են, որոնք իրար հետ փոխկապված են եւ ելի պետք է արձանագրեն, որ դա տոկոսադրույքի հարցը մեր օրակարգում է եւ դա այսպես բազմաթիվ անհայտներով ինքը process է։ Ռուբլու պաշտոնական կուրսը կայունանկում է ապրում, հասնելով տարբեր թվեր կան, ես միջին 4.66-76 դրամի սահմաններում, բայց նաև կանխիկի սահմանափակումների ֆոնին առք ու վաճառքի մարժա երբեմն ասում է 20%, բանկերը տեսանք, որ վերջին շրջանում կանխիկ ռուբլին գնում են չափազանց էժան, երբեմն սահմանափակումներ են մտցնում ռուբլու իրենց ռեսուրսներ ներմուծման հարցում, ինչ քայլեր է ձեռնարկում կբեն սպեկուլյացիաները բացառելու համար, ի վերջո նաև մենք ունենք լավ է թե վատ արտագնա աշխատողների բանակ, հայրենակիցներ, ովքեր տրանսֆերտների արժեզրկումից պաշտպանվելու խնդիր ունեն։ Այստեղ մի քանի կտոր ունի ձեր նշած հարցը։ Տուրիստական սեզոնը շատերը գալիս են ռուբլիներով զինված։ Այստեղ հարցը տարբեր համատեքստում է եւ նախ առաջինը կանխիկ ռուբլու սահմանափակումները պետք է արձանագրենք, որ դա միայն Հայաստանի հետ չի կապված, այսինքն Ռուսաստան, Հայաստան այս առևտրային սահմանափակումներից տարբերվող իրավիճակ է սա։ Ռուսաստանում ակտիվորեն տեղի ունենում բիզնեսի
այսպես սպիտակ դաշտ բերելու գործընթաց, դա իրենց կառավարության ուղեգիծն է եւ Կենտրոնական բանկը այս համատեքստում որպես իր քայլերից մեկը սահմանափակումներ է կիրառում կանխիկ ռուբլու շրջանառության հետ կապված, որովհետեւ գաղտնիք չէ, որ այսպես ստվերային շրջանառություն հիմնականում արվում է որպես կանոն արվում է կանխիկ արժույթով, հետո այդ ստվերային ծագում ունեցող ոչ օրինական միգուցե ծագում ունեցող կանխիկը բանկային համակարգ է մուտք արվում եւ ըստ էության օրինականացվում է եւ Ռուսաստանի Կենտրոնական բանկը ԵԱՏՄ շրջանակներում այդ սահմանափակումներն է կիրառել։ Դա Ռուսաստանի ԿԲ-ի մասն է։ Այո, Ռուսաստանի ԿԲ-ն այդ սահմանափակումները կիրառվել, դրանք գործում են այդ սահմանափակումները թե Ղազախստանում, թե Ղրղստանում, այլ երկրներում, որոնք ԵԱՏՄ անդամ են եւ այստեղ բանկերը արդեն իրենց ռիսկը պետք է, որովհետեւ տեսեք, եթե բանկը, հայաստանյան բանկը ռուբլին ընդունելով այդ ռուբլին օգտագործելու այլ ուղիներ չունի, չի կարող այդ ռուբլին, ասենք, տեղափոխել կանխիկ եղանակով, ասենք, ինչ որ գործարքի համար Ռուսաստան, դա որոշակի սահմանափակումներ ու ռիսկեր է ստեղծում իր համար։ Իրենք որոշակի եղանակներով այդ խնդիրը իրենց համար որոշակի հավելյալ ծախսերով կարողանում են լուծել, բայց դա որոշակի, այսպես հենց այդ գործարքում ներգրավված ֆիզիկական կամ իրավաբանական անձանց լավչիչ ծախս է ենթադրում։ Կուրսի առումով այդ թվում նաև այստեղ ասեմ որոշակի ռուբլու կուրսի նվազումը ըստ էության, այսպես ասեմ, ռուսաստանյան նաև կառավարության շրջանակներում, փորձագիտական շրջանակներում շատ են կարծիքներ այն մասին, որ ռուբլու փոխարժեքը, օրինակ դոլարի նկատմամբ գեր արժևորված է եւ իրական վիճակը այնպեսին է, որ ուրեմն արժեզրկման տանող ավելի շատ գործընթացների կարելի է սպասել, ընդ որում դա շահավետ է թե ուրեմն բյուջետային այսպես պակասուրդի նվազեցման առումով, որովհետեւ ըստ էության ինչ է տեղի ունենում, նավթային եկամուտները Ռուսաստանն ստանում է արտարժույթով, այդ արտարժույթը վերածվում է ռուբլու եւ բյուջետային մուտքերը Ռուսաստանի Դաշնության նավթի կամ գազի վաճառքից ռուբլով են արտահայտվում, արժևորված փոխարժեքի պարագայում ռուբլով արտահայտված եկամուտներն ավելի ցածր են եւ այստեղ այդ առումով կա խնդիր։ Իսկ արժեզրկման ինչ գործընթացներ կարող են տեղ ունենալ, այստեղ արդեն Ռուսաստանյան տնտեսության յուրահատկություններով, կառուցվածքային առանձնահատկություններով պայմանավորված, սանկցիաներով պայմանավորված ու բազմաթիվ այլ գործոններ կան, որոնք որ նույնիսկ էլի կրկնեմ ռուսաստանյան, ասենք, փորձագետները իրենց համար ռուբլու գեր արժևորված կամ արժևորված փոխարժեքը անակնկալ է եւ սա ռուսական, ռուսաստանյան երևույթ է, հա։ Եվրոյի պաշտոնական փոխարժեքը նույնպես թեթև է, այսպես նվազման միտում ունի եւ տատանվում է էլի միջին 417-420 դրամի միջակայքում, որն է այս անկման պատճառը։ Այստեղ ընդհանրապես այսպես հասկանանք հայաստանյան շուկայում, հա, եթե դրամի փոխարժեքը դոլարի կամ եվրոյի նկատմամբ ինչ գործընթացներ են այստեղ տեղ ունենում գլոբալ, հա, գործընթացներ, եթե դիտարկեն գլոբալ գործընթացներն այնպեսին են, որ վերջին ուրեմն ամիսներին որոշակի ակտիվացում է նկատվում հանքամքային արտադրանքի արտահանման մասով, որոշակի ակտիվություն է, հավելյալ ակտիվություն, եթե համատենք նախորդ տարիների հետ զբոսաշրջային, ուրեմն հոսքերի առումով հավելյալ կամ նախորդ տարիների համեմատ ավելի այսպես մեծ ակտիվություն կա կապիտալ ներհոսքի առումով հայաստանյան կապիտալ շուկաները այսպես գրավիչ են, ավելի գրավիչ են դառնում օտարերկրյա ներդրողների համար, օտարերկրյա ներդրողներն օրինակ դրամային պարտատոմսերում պետական այս տարի երկու անգամ, եթե այս տարվա առաջին 5 ամիսները դիտարկենք, երկու անգամ ավելի շատ ներդրումներ են կատարել, քան անցած տարի էր։ Այդ ամենը նշանակում է, որ մենք ունենք արտարժույթի զգալի ներհոսք եւ
այդ ներհոսքը ըստ էության ենթադրում է, որ առաջարկ է ձևավորում հավելյալ, որը փոխարժեքի վրա ազդում է սա որոշակի արժևորման տրամաբանության մեջ, եթե մենք խոսենք, իսկ եթե եվրո, ուրեմն դոլար, այդ փոխարժեքային առանձնահատկությունը դիտարկենք, սա արդեն փոքրինչ այլ տրամաբանություն է, որը որ մեր կենտրոնական բանկի տիրույթից դուրս է։ ԿԲ-ն կոշտ դրամավարկային քաղաքականություն է հաճախ վարում բարձր պայլով վերաֆինանսավորման տոկոսադրույքը, բայց քաղաքացիները նաև իրենց ամենօրյա գնումների ժամանակ զգում են բարձր պարենմթերքի գներ, շարունակվում են բողոքել բարձր գներից, ինչու՞։ Կարող եք բացատրել, հատկապես սննդամթերքի մասն է հարցը, քանի որ էլեկտրոնիկա եւ այլն հագուստ դա մի քիչ այսպես անհատական ընտրության հարց է։ Նախ եթե կոշտ կամ մեղմի մասով ըստ էության 22 թվականից սկսած դրամավարկային քաղաքականության պայմանները կենտրոնական բանկը մեղմում է։ Եվ դրա դրսևորումը, ինչպես արդեն ասացի, քաղաքականության տոկոսադրույքի նվազեցումն է ավելի քան 4%-ային կետով 10.75-ից 6.5 է, դա ավելի շատ մեղման մասին է խոսում, ոչ թե կոշտացման։ Ինչ վերաբերում է գներին, բնականաբար գների կայունության պահպանումը կենտրոնական բանկի առաջնային մանդատն է։ Պետք է հասկանանք, որ գների վրա ազդող ամենատարբեր գործոններ կան, եւ եթե ուրեմն գնաճին առավել մեծ նպաստում ունեցող գործընթացները դիտարկենք, ըստ էության պայմանային ապրանքների մասով, այո, մենք ունենք տարբեր ամիսների ընթացքում 8.9%-ի գնաճ, որտեղ մի քանի առանձին վերցրած պայմանային ապրանքների գնաճն է, որ առաջ է մղում ընդհանուր այս գործընթացը մսամթերքի պարագայում։ Ուրեմն թարմսի դեպքում հայաստանյան արտադրության մենք ունենք 20%-ը գերազանցող գների բարձրացում, որը ավելի շատ կառուցվածքային գործոններով է պայմանավորված, առաջարկի կամ, չգիտեմ, կերային բազայի, այնտեղ անասնապահությամբ զբաղվելու նպատակահարմարության կամ այլ գործոնների արդյունք է, որը որ մի միջավայր է ձևավորում, երբ առաջարկը կրճատվում է եւ գները բարձրանում են վեր։ Նույնը ուրեմն ձվի պարագայում կարելի ասել եւ 1-2 մի քանի այսպես հիմնական պայմանամթերքի տեսակներ կան, որոնց պարագայում մենք ունենք արտառոց ուրեմն գների բարձրացում կամ ավելի բարձր մակարդակին արձանագրվել շատ ավելի քան նախորդ տարիներին է։ Ըստ էության կենտրոնական բանկի դերակատարումը այստեղ այն է, որ միջնաժամկետ հատվածում ապահովի այն պայմանները, որ ուրեմն գների մակարդակը կամ սպառողական գների ինդեքսը, թե ավելի ուրեմն մասնագիտական ասենք, կգտնվի իր թիրախի 3%-ի սահմաններում։ Սրան համապատասխան իրականացնում է դրամավարկային քաղաքականություն, բնական է, որ ներմուծման գնային շոկեր կարող են լինել այս ընթացքում, Հայաստանը փոքր բաց տնտեսություն է եւ ուրեմն առանձին ապրանքախմբերի, այսպես նաև տարածաշրջանային աշխարհակաղակական անկայունության պայմանավորված տարբեր պայմանամթերք, վառելիք, շոկային պրոցեսներ կարող են լինել, բայց պետք է նաև ընդունենք, որ հայաստանյան տնտեսությունը այսօր գնաճային առումով այդ շոկային էֆեկտները կլանելու, մարսելու ավելի մեծ կարողություն է դրսևորում, քան ուրեմն որոշ ժամանակահատված առաջ էր։ Սա տնտեսության դիմակայունության կամ նաև գնաճի կլանման կարողության ուրեմն մասին է խոսում, բարձրացման մասին է, ու նաև պետք է հասկանանք, որ գնաճը ինքը շատ բազմաբնույթ, նույն մենք խոսեցինք, չէ, ֆինանսական, այսպես շուկայի մասին, վարկեր, ավանդներ, այդ հարաբերակցությունը, իսկ գների բարձր մակարդակը ինքը ինչ է նշանակում, նույն վերցնենք պայմանամթերքի պարագայում, մենք ունենք գյուղատնտեսություն, որտեղ ուրեմն 100,000-ավոր գյուղացիական տնտեսություններ են,
մասնատված փոքր հողակտորների վրա, փոքր ռեսուրսային բազա ունեցող, ցածր ուսպես նորարարականությամբ, տեխնոլոգիական հագեցվածությամբ եւ այդ պայմաններում դրվող արտադրանքի ինքնարժեքը ինքնըստինքյան բարձր է լինում եւ խոսքը ոչ միայն գյուղատնտեսության, այլ նաեւ տնտեսության այլ ուրեմն ուղղությունների մասին մենք կարող ենք ասել եւ գլոբալ, եթե մենք ցանկանում ենք ավելի ցածր գնաճային ֆոնի մասին խոսել, այստեղ պետք է ի հավելումն կենտրոնական բանկի գործողությունների մենք պետք է ավելի մրցունակ կամ ավելի նորարարական տնտեսության մասին խոսենք, ինչը գների ավելի ցածր մակարդակի կարևոր նախապայման է հանդիսանում։ Հա, դա ավելի համակարգային մոտեցում է բանջան։ Գնաճին համակարգային երևույթ է։ Պարոն Քթան, ամփոփենք, ինչ է սպասում Հայաստանի տնտեսությանը, հաշվի առնելով որոշակի ռիսկեր, որ առկա են հատկապես Ռուսաստանի կիրառած տնտեսական սահմանափակումներով, մենք դեռևս չունենք Եվրամիության վերջնական որոշումը, այսպես որ վերջ այսօրվանից հայաստանյան ապրանքները զրոյական մաքսատուրքով են, դա ավելի աշնանն է սպասում ըստ էկոնոմիկայի նախարարության, այդ որոշումը դուք ինչ կանխատեսում ունեք առաջկա 6 ամսվա համար, այսպես շատ հեռու չգնանք, հա։ Պետք է մենք, այո, մեր բոլոր գնահատականներում, որոշումների բարձրաբանումներում, որպես ռիսկի կարևոր աղբյուր նշվում է ռուսաստանյան տնտեսությունը տեղի ունեցող գործընթացները, բայց պետք է ասեմ, այդ գործընթացներում կան ինչպես տնտեսական ակտիվության սահմանափակմանը նպաստող, այնպես էլ տնտեսական ակտիվության ուրեմն ակտիվությունը ընդլայնող գործոններ։ Օրինակ, ուրեմն Ռուսաստանյան ֆինանսական համակարգում այսօր կիրառվող սահմանափակումները ուժեղացնում են կապիտալի արտահոսքը Ռուսաստանից, դա արձանագրվում է թե փորձագիտական մակարդակում, թե նաև Ռուսաստանի կենտրոնական բանկի գնահատականներում եւ այս կապիտալի արտահանման կարևոր ուղղություններից մեկը կամ ուղղություններից մեկը նաև հայաստանյան տնտեսությունն է եւ սա ուրեմն բիզնես միջավայրի առումով նպաստավոր ազդեցություն կարող ունենալ տնտեսական ակտիվության խթանման առումով նպաստավոր ազդեցություն։ Նկատելով ռուսաստանյան ընկերություններ գալիս են Հայաստան։ Ընկերություններ, եթե ոչ ընկերություններ իրենց ուրեմն ենթակառուցվածքներով եւ այլն, այլ ավելի շատ ռուսաստանյան ձեռնարկատերը կամ փողերը բերում են այստեղ պահելու։ Այո, ոչ միայն պահելու, այլ որոշակի այսպես ներդրումային ակտիվություն են ցուցաբերում եւ խոսքը ոչ այնքան խոշոր ներդրումների, որքան փոքր ու միջին ուրեմն տնտեսվարողների մասին է։ Սա գործոններից մեկն է։ Իսկ մյուս կտորը, որը որ դուք նշեցիք, Ռուսաստանի կողմից կիրառվող սահմանափակումները, ըստ էության այս վերջին 1-2 ամիսների զարգացումները մեզ հուշում են, որ այն գնահատականները, որոնք որ կային բացասական ազդեցության առումով, ավելի հորետեսական էին, քան իրականությունն է, եւ այստեղ ավելի բացասական հետևանքներ եք կանխատեսել տնտեսական, այո, այսինքն մենք բացասական առավել հորետեսական սցենարն այն է, որ ոչինչ չի իրացվի եւ այդ ամբողջությամբ այն ապրանքը, որ նախատեսված է Ռուսաստանում իրացման համար կմնա այստեղ եւ դա կլինի ամբողջությամբ այդ տնտեսվարողների համար վնաս, որպես չիրացված, այսպես ուրեմն արտադրանք, բայց փորձը ցույց տվեց այս 1 ամսվա վերջին ժամանակահատվածի, որ մեր տնտեսվարողները իրացման նոր շուկաների որոնման հարցում շատ ավելի այսպես մեծ հմտություններ են ցուցաբերում, քան կարելի էր սպասել, որոշակի ազդեցություն ունի նաև կառավարության կողմից կիրառվող գործիքակազմը ու նաև ներքին շուկայի պոտենցիալը եւս որոշակիորեն օգտագործվում է։ Մյուս հանգամանքն կա։ Չիրականացվեց ձեր հորետեսական կանխատեսումը։ Դե մեր հորետեսականը հենց այդ առավել վատ ինչ որ մյուս պահն էլ կա նաև այստեղ ըստ էության, եթե հայաստանյան ապրանքները
իրենք ունեն որոշակի պահանջարկ եւ ունեն իրենց շուկաները Ռուսաստանում, այդ ապրանքները փորձ է տալիս միևնույն է այնտեղ հայտնվում են եւ բայց արդեն միջնորդ երկրների տնտեսվարողների օգնությամբ եւ սա որոշակի պոտենցիալ ուրեմն շահույթի բաց թողնման էֆեկտ է մեր ձեռնարկատերի համար, բայց դա հնարավորություն է տալիս ավելի այսպես խորը վնասներից խուսափել։ Իսկ թե ինչ զարգացումներ կլինեն, կախված է նրանից, թե Ռուսաստանյան կողմը սահմանափակումների ինչ գործիքակազմ հավելյալ կկիրառի, արդյոք դա կտարածվի, ասենք, վառելիքային շուկայի վրա կամ ասենք գազի պարագայում ինչ սահմանափակումներ կլինեն, համենայն դեպս տեսեք նույնիսկ եթե սահմանափակումներ չկիրառվեն էլ մենք տեսնում ենք ռուսաստանյան ասենք հեղուկ վառելիքի շուկան տեղ ունեցող զարգացումները եւ նույնիսկ եթե այո սահմանափակումներ չկիրառվեն մեր դեպքում արդեն դիվերսիֆիկացիան մատակարարման այսպես աղբյուրների դրանք Հայաստանի համար կենսական անհրաժեշտություն է անկախ ամեն ինչից եւ կարող են ցանկանալ բայց չկարողանալ Հայաստանի մատակարարման եւ այստեղ խոսքը չի գնում այն բանի մասին որ ուրեմն մենք ցանկանում ենք դիվերսիֆիկացվել որովհետեւ կախվածությունն ենք մեկ կողմից որը որ ուրեմն ոչ բարեկամական գործողությունների է հակված չէ խնդիրն այն է որ կամայական պարագայում կախվածությունը որևէ մեկ աղբյուրից ինքը ռիսկեր է ստեղծում եւ դիվերսիֆիկացիան այդ ռիսկերը մեղմելուն է միտված ես կարծում եմ որ նաև այս ուրեմն Ռուսաստանի հետ տնտեսական հարաբերությունների որոշակի վերբերման, վերաիմաստավորման հիմքում պետք է դրվի այս սկզբունքը եւ ես կարծում եմ որ ռուսաստանյան գործընկերների մոտ այս ընկալումը որոշակի շրջանակներում կա եւ հնարավոր է այն ել ավելի ամրապնդել։ Ամեն դեպքում նշեցիք այս մասով խորը վնասներից խուսափել են այս պայմանությամբ։ Տնտեսության մասշտաբով այո, բայց ելի պետք է արձանագրել, որ առանձին տնտեսվարողների մակարդակում հիմա պատկերացրեք, եթե տնտեսվարողը մեծ ուրեմն ներդրումներ է կատարել, ջերմոցային տնտեսություն է հիմնել եւ այդ ջերմոցային տնտեսության հիմնական իրացումը, հիմնական շուկան արտադրանքի Ռուսաստանն է, վնասներից խուսափելը այստեղ հնարավոր չի լինի։ Առանձին տնտեսվարողների պարագայում այլ վնասներ կլինեն, բայց կան, ինչպես արդեն նշեցի, այդ վնասների չափը նվազեցնող որոշակի մեխանիզմներ։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Մենք ընթացս կհետևենք տնտեսական իրավիճակին, հատկապես գազի սակագնի թեմով, եթե նորություն ունենա կամ ասես նախանշաններ, ելի ձեզ կդիմենք։ Շնորհակալություն։ Factor TV-ում հյուրընկալել էինք Արմեն Քթոյանին։